Մեքենաները համարանիշներն է վրացական, մնացածը սաղ թուրքեր են, վարորդները թուրքեր են, մեր գործընկերը հետի նկատի ուներ, որ ոչ թե ընչի մարեն պերեմ թուրքերին, ընչի մարեն պերեմ հայկական զորամասները մտցնեն, որ ամեն ինչը տենալով, դրա համար հասանք այս օրի։ Թուրքական մեքենան դադակ բերում մտնում են Հայաստան, որ բերը բարձի գնա Թուրքիա, ու մեր հայկական մեքենաները չեն կարող մտան Թուրքիա։ Եթե մենք չենք կարող մտանք Թուրքիա, խեն Թուրքին թողում մտնեմ Հայաստան։ Հետն էլ զորամասները չի մար։ Իրենք բայց զորամաս հասանելիություն ունեն, թե ուղղակի։ Հա, դե մեքենան բեռնափոխադրում անեմ զորամասի մար։ Զորամասն պարզվում է, որ այդ մեքենայի վարորդը թուրք է։ Չեն թողում մտնի զորամաս, հայ վարորդն բերել դրել են ուղլին, որ մտնի բեռնաթափում անի դուրս գա։ Այդ ամեն ինչը տեղում է պարզը։ Երկիրը տեղյակ է երկրի Չգիտեմ, տեղյակ է, եթե տեղյակ է, ղեկավարը տեղյակ լինի։ Խի չի հարցին լուծում տա, այդ տվյալը որ հաստատել է, այդ որ բերել է, խի չի ասում, լարի պատասխանատվության ենթարկվեք։ Ինչ որ մի հատ հայկական մեքենան մի հատ օրինակն էլ ասեմ, էլի խոսքի մի մարդ ենք անցել ենք Ռուսաստան, հետ են գալիս Հայաստան, Տեխաս մոտորը երկար ժամանակ մնացել են, կանցածել են, բռնում են ու գանում են։ Ասում եմ, անեի նոր էտա, եթե ես գնացել եմ երկար ժամանակ մնացել եմ։ Մի ամիս մնացել է։ Բարձած մեքենաներ Տեխաս մոտոր չես կարող անես։ Այդ էլ մտնել ենք Հայաստան, փոխանակ ընտառաջ են, ասեն, «Всё, զգուշացում տան, ոչ թե բռնեն 20,000 տու գանեն»։ Այս ժամանակ եկա, որ երկար ժամանակ մնացել եմ ընդ, մի հատ 20,000 տու գանվել եմ, այս ժամանակ եկա, որ ես ոչի բան չառա։ Այդ է պետք է ուշադրություն դարձնել, ոչ թե ամեն մի հատ ստից բանի մար, «Всё, պետք է տու գանենք», ինչի համար տու գանենք։ Համ ուզում տու գանի, համ չի ուզում ուշադրություն դարձնել։ Բանկի մատերիալ չէ, բայց դուք տեղին տու գանվում եք։ Այո, ամեն ձևի տու գանվում ենք։ Ինչի համար։ Բայց համարվում ենք առաջի հարգատուն, հերոս հարգատուն։